Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Փոփոխության ենթարկվող նախաբանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ։ Նորացված տարբերակում, սակայն, միայն նշված է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց քաղաքագետ Գառնիկ Դավթյանի հետ, ով նշեց, որ մի քանի խնդրահարույց հարցեր կան։ Նախ պետք է արձանագրել, որ Զանգեզուրի միջանցքի խնամակալության տալը Ադրբեջանին եղել է հենց Մոսկվայի Կարսի համաձայնագրերի հիման վրա, այսինքն մեկը մյուսին փոխկապակցած հիմքով, եւ հիմա Ադրբեջանը պարզապես այդ բարակապակցությունները հանելով փորձում է, այսինքն բարակապակցությունը ինքնին ստեղծում է խնդիր իմ պատկերացմամբ այդ հարցի շուրջ, այսինքն մենք գիտենք, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ բարեկամական հարաբերություններ են հիմնվել եւ դրանով իսկ հանձնվել է Նախիջևանը որպես խնամակալ տարածք։ Ըստ ադրբեջանագետի, սահմանադրության փոփոխությունը նաև աշխարհաքաղաքական ռիսկեր է պարունակում եւ շատ հավանական է, որ մոտ ապագայում գերտերությունները նաև հարցականի տակ դնեն Սովետական Միության շրջանում ձևավորված պետությունների սահմանները, դրանց թվում է նաև Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը։ Պետք է նշել, որ բացի որ հանվել է այդ երկու կետը, նաև երկու այլ հոդվածներ ավելացվել կոնկրետ հենց Նախիջևանի սահմանադրությունում։ Մեկը վերաբերում է ուրեմն Նախիջևանում Ադրբեջանի ուրեմն նախագահի Նախիջևանի նախագահի ուրեմն պաշտոնը զբաղեցնող անձի կառավարելությունն, այսինքն սա փոխանցվում է Ադրբեջանի նախագահին, այսինքն ինքն է որոշում, թե Նախիջևանում ինչպեսի ով պետք է լինի նախագահ, եթե այսպես կարծում եք բանել, եւ երկրորդը, եթե չեմ սխալվում, հոդված 28-ին է վերաբերվում Նախիջևանի սահմանադրության, դա վերաբերվում է Նախիջևանի ուրեմն Միլի Մեջլիսի կազմավորմանը, այսինքն այստեղ նույնպես հնարավորություն տրվում են Բաքվին եւ եթե 31 պատգամավորը չի կարողանում ապահովել, 31 պատգամավորի ներկայություն չի կարողանում ապահովել, ապա այս հաշվը նույնպես կառավարվում է Բաքվից, այսինքն ըստ էության կարելի է մի քիչ ավելի կոպիտ ձևակերպով նշել, որ անեքսիա է ենթարկվել։ Դավթյանը նշում է, որ Ադրբեջանը, այսինքն փաստորեն բռնակցում է Նախիջևանը, չնայած նրան, որ այն գտնվում է փաստացի խնամակալության տակ ու նաև չնայած այն հանգամանքին, որ կան միջազգային համաձայնագրեր, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վառ օրինակ։ Այս մոտեցումը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում ապագայի համար։ Գնարիկ Սահակյան, Օրագիր Նյուզ։